Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը կինոռեժիսոր, կինոգետ և արձակագիր Արամ Դովլաթյանն է։ Արամ Դովլաթյան, կինոռեժիսոր, կինոգետ, արձակագիր։ Ծնվել է 2000 թվականին Երևանում։ 2018-ից 2022 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնում։ 2024-ին ավարտել է նույն ինստիտուտի մագիստրատուրան։ Ուսանելու տարիների ընթացքում նկարահանել է 3 խաղարկային կինոնկար։ Մասնակցություն է ունեցել տարատեսակ միջազգային կինոփառատոների։ 2018 և 2019 թվականներին նկարահանված «Մեծ առևտուր» և «Դիոգենես մեր օրեր» կարճամետրաժ ֆիլմերը արժանացել են մրցանակների մի շարք միջազգային կինոփառատոներում։ 2019 թվականին մասնակցել է գերմանացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմանի վարպետության դասին։ Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել Սպահանի մանկապատանեկան միջազգային կինոփառատոնում և վրացական Տաոբա միջազգային կինոփառատոնում։ Կինո Versus օնլայն ամսագրի կինոգետ վերլուծաբանն է։ Այժմ ԵԹԿՊ ինստիտուտի հայցորդ է։ Մագիստրատուրայում սովորելու տարիներին խորացրել է գիտելիքները կինոգիտության և գրականագիտության ոլորտներում։ Բազմաթիվ գիտական հոդվածների և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ է։ Պատմվածքներն ու էսսեները հրապարակվել են Գրեթերթ երիտասարդական ամսաթերթում և Գրանիշ գրական կայքում։ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված Ստեղծագրության ակադեմիա ծրագրի արձակ անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։ Ողջույն բոլորին, ես Արամ Դովլաթյանն եմ, մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, կինոգետ և արձակագիր, սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ունեմ մագիստրոսական կոչում, հեղինակել եմ 3 խաղարկային ֆիլմ, մասնակցել եմ մի շարք միջազգային կինոփառատոների, այդ թվում վրացական Տաոբա International Film Festival-ին, ինչպես նաև Tbilisi Sunrise Film Festival-ին, եղել եմ ժյուրի իրանական մանկապատանեկան կինոփառատոնում, մագիստրոսական թեզիս թեման եղել է կրոնական թեման արտի կինոյում, այժմ աշխատում եմ դիսերտացիայիս վրա, դիսերտացիայիս թեման եկեղեցին և կրոնական թեման հայ կինոյում, ինչպես ստացվեց, որ կինոռեժիսուրայից անցա արձակագրության, ընդհանրապես մեր մասնագիտությունը աշխարհի ամենաբարդ մասնագիտություններից է, չեմ ասում դա նրա համար, որտեղ իմ մասնագիտությունը ու անցել եմ շատ փորձությունների միջով, բայց մեր ոլորտում շատ մեծ դեր են խաղում ֆինանսական հնարավորությունները։ Ու կինոռեժիսորները հիմնականում միշտ չի, որ հնարավորություն են ունենում, կոպիտ ասած, իրենց ուզած ֆիլմերը նկարահանել, և արդյունքում իրենց ստեղծագործական էներգիան ներառում են արձակ ժանրի ստեղծագործությունների մեջ կամ դրամատուրգիայում, թատրոնում և հասցրել եմ տպագրվել մի շարք գրական պարբերականներում։ Մեր այս հանդիպման շրջանակում խոսելու ենք կինոարվեստից, հայկական կինոյից, ինչպես նաև կինոարտադրության հիմունքներից։ Կինոարվեստը ծնունդ է առել առհասարակ շարժական պատկերը որպես այդպիսին ծնունդ է առել լուսանկարչությունից։ Լուսանկարչությունը իրենից ենթադրում է բնականաբար անշարժ պատկեր։ Առաջին լուսանկարչական սարքը 1830-ականներին կրել է դագերոտիպ անվանումը։ Հիմնադիրը եղել է Ժան Լուի Դագերը և իր հայտնագործությունը կրել է հենց իր ստեղծողի անունը։
Առաջին անգամ հնարավորություն է այդ սարքը հնարավորություն է տվել պատմության մեջ առաջին անգամ արձանագրելու կյանքից վերցված տարատեսակ պատկերներ, այսինքն այն ինչը որ նախկինում անում էին գեղանկարիչները կտավի վրա, դագերոտիպ սարքի միջոցով հնարավորություն դարձավ արդեն արձանագրելու լուսանկարի տեսքով։ Հետագայում տասնամյակներ անց Թոմաս Էդիսոնը կատարելագործեց կարելի ասել այդ մի քանի անգամ լուսանկարչական սարքերը կատարելագործություն ապրեցին եւ Թոմաս Էդիսոնը հետագայում արդեն ստեղծեց կինետոսկոպ սարքը, որը արդեն հնարավորություն էր տալիս դիտելու առաջին շարժական պատկերը։ Դա մեր ներկայիս իմացած շարժական պատկերները չեն TikTok-ում, Instagram-ում, որ դուք տեսնում եք, դա պարզապես լուսանկարների հերթագայություններ էր, այսինքն լուսանկարները գործարկվում էին եւ արդյունքում ստացվում էր շարժական պատկերի էֆեկտ։ Հետագայում արդեն Լյումիեր եղբայրները կատարելագործեցին կինետոսկոպը եւ ստեղծեցին կինեմատոգրաֆը։ Եվ առաջին կինեմատոգրաֆիական փորձը, որը իրականացրել են Լյումիեր եղբայրները, դա աշխատանքային օրվա ավարտ ֆիլմն է, այդպես մի քանի վերնակներ ունի, այդ վերնակներից մեկն էլ աշխատանքային օրվա ավարտն է։ Այդ ֆիլմում ցույց է տրված, թե ինչպես են աշխատավորները դուրս գալիս գործարանից աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այդ կարճ տեսանյութը կյանքից վերցված ներկայացվել է Կապուցիների բուլվարում Ֆրանսիայի։ Հետագայում արդեն թեպետ այս ֆիլմը չի ընդհանրապես դասագրքերում այս ֆիլմը չի ներկայացվում որպես առաջին ֆիլմ, բայց փաստացի սա է առաջինը, պարզապես լայն հանդիսատեսին սա չի ներկայացվել։ Արդեն 1 տարի անց 1896 թվականին գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան, գուցե լսել եք այս տեսանյութի մասին։ 1896 թվականին դեկտեմբերի 28-ին Փարիզի Գրանդ կաֆեում արդեն ներկայացվեց հանդիսատեսին արդեն ներկայացվեց առաջին տեսանյութը։ Ինչպես տեսնում եք, կյանքից վերցված սովորական մի դրվագ է, թե ինչպես է գնացքը ժամանում, ինչպես են մարդիկ դուրս գալիս գնացքից, եւ Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործությանը չեն վերաբերվում որպես արվեստ, որպես կինոարվեստ, իրենք դա համարում էին որպես ժամանցի գործիք։ Եվ նույնիսկ այդ տարիներին կոչում էին կինեմատոգրաֆը կոչում էին 1 կոպեկանոց ժամանց, այսինքն բնականաբար համեմատություն չէր կարող լինել թատրոնի հետ, որը այդ տարիներին եւ ոչ միայն այդ տարիներին միշտ համարվել է բարձր արվեստ, դեռ շատ հեռու էր կինոն թատրոնի հետ մրցելու համար, բնականաբար այդ հետագայում արդեն երբ որ կինոն կատարելագործություն ապրեց, ի հայտ եկան մի շարք հանրահայտ կինոռեժիսորներ, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին, Ինգմար Բերգմանը, այդ ժամանակ արդեն կինոն հնարավորություն ուներ մրցելու թատրոնի հետ եւ բարձր արվեստ կոչվելու։ Եվ սա շատ փողաբեր ժամանց էր, փաստացի իրենք նկարահանում էին կյանքից վերցված սովորական դրվագներ, դրա համար ոչ մի ռեսուրսներ փաստացի չէին ծախսում, բայց դրա դիմաց կրկնապատիկ ստանում էին, կրկնապատիկ վարձատրվում էին։ Եվ իրենք շարունակում էին իրենց էքսպերիմենտները եւ հաջորդ իրենց էքսպերիմենտը կինոյի պատմության առաջին կատակերգական ֆիլմն է, առաջին կոմեդիան, որը մի շատ տարօրինակ վերնագիր ունի, կոչվում է Ջրված ջրողը։ Ինչպես տեսնում եք, այսպիսի մի կարճ հումորային կատակերգական մի պատկեր է, որտեղ առաջին անգամ կինոյի պատմության մեջ առկա է բեմադրական աշխատանք, այսինքն բնականաբար դերասանների հետ աշխատանք չի տարվել, այդ ժամանակ դեռ չկար կինոդերասանական դպրոց եւ պարզապես դերասաններին խնդիր էին տվել եւ իրենք այդ խնդիրը տեսախցիկի առաջ իրականացնում էին։ Այնուհետև էքսպերիմենտները շարունակում էին, Լյումիեր եղբայրների հայրենակից Ժորժ Մելեսը կատարելագործեց կինեմատոգրաֆը, իրենք կոչում էին կինեմատոգրաֆի հրաշագործը, քանի որ նա առաջիններով ի հայտ բերեց այսպես կոչված ստոպ կադրը կամ կադրի արագացումն ու դանդաղեցումը, բայց մոնտաժային հնարավորություններ այն տարիներին չկային, այսինքն Մելեսը ամբողջությամբ ձեռքով էր ժապավենի վրա այդ ամենը նկարում, կտրում, կպցնում, այդպես ու ստանում էր իր էքսպերիմենտալ ֆիլմերը։ Ժորժ Մելեսը նկարահանել է մի ֆիլմ, որը կոչվում է Սատանայի դղյակը, դա առաջին սարսափ ֆիլմն է, եւ իր ժամանակի համար սա իրապես հեղափոխական ֆիլմ էր, քանի որ ինչպես արդեն նշեցի, այդ բոլոր այդ էքսպերիմենտները հետագայում հիմք դարձան, որպեսզի ի հայտ գա մոնտաժը, ի հայտ գա կադրերի հերթագայությունը։
Մեր երկրում կինոյի ծնունդը հիմնադրումը անմիջականորեն կապված է մեր խորհրդային իրականության հետ, սովետական իրականության հետ։ Առաջին հայկական խաղարկային ֆիլմը նկարահանվել է խորհրդային Հայաստանում։ Մի այսպիսի տարօրինակ անունով կառույց կար, կոչվում էր Լուսավորչական ժողովրդական կոմիսարիատ Սովետում։ Այդ կառույցի միջնորդությամբ հենց ստեղծվեց պետ ֆոտոկինոն, որը հետագայում արդեն վերանվանվեց հայ ֆիլմ։ Այդ տարիներին պետ ֆոտոկինոյի տնօրենն էր արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Դզնունին, որպեսզի նկարահանվի առաջին հայկական խաղարկային ֆիլմը, կինոռեժիսորների տարբեր թեկնածություններ էին դիտարկվում։ Իդեպ հայկական առաջին խաղարկային ֆիլմը նկարահանվել է 1925 թվականին, մենք հիմա դրա մասին կխոսենք, բայց հայկական թեմայով արված առաջին ֆիլմը եղել է շատ ավելի վաղ շրջանում 1910 թվականին, երբ ռուս կինո օպերատոր Տիգմելև ազգանունով գալիս է Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ նկարահանում ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանի հուղարկավորությունը։ Այսինքն հենց դա էլ փաստացի այդ տեսանյութի, անգամ ֆիլմ էլ չի լինի դա ասել, պարզապես մի 50 վայրկյանանոց տեսանյութ է դա, որի նյութը հենց կաթողիկոսի հուղարկավորությունն է։ Իսկ առաջին հայկական ֆիլմը 1925 թվականին նկարահանված Նամուսն է, Ալեքսանդր Շիրվանզադեի վիպակի համանուն վիպակի հիման վրա։ Սրանք հայկական կինոյի առաջին դերակատարներն են, որոնք հետագայում բազմաթիվ անգամներ կրկին մարմնավորել են տարատեսակ հերոսների հայկական ֆիլմերում եւ ինչպես արդեն նշվեց, Դանիել Դզնունին դիտարկում էր տարբեր թեկնածություններ կինոռեժիսորի, ով կնկարահանի Նամուսը եւ դիտարկվեց Համո Իվանի Բեկնազարյանը։ Համո Բեկնազարյանը նախքան հայ կինոյի հիմնադրումը եւ հայկական առաջին խաղարկային կինոնկարի ստեղծումը աշխատել է վրաց կինոյում։ Իդեպ նա համարվում է նաեւ վրաց կինոյի, վրացական կինոյի հիմնադիրներից մեկը, իհարկե վրացիները երբեք չեն խոստովանի, բայց մի շարք վրացական ֆիլմեր է Համո Բեկնազարյանը բեմադրել իր վրացական շրջանում եւ նաեւ բացահայտել վրացի մի շարք կինոաստղերի, ճանաչված կինոաստղերի, որոնք ներկայումս համարվում են իրենց դերասանական դպրոցի դասականները եւ արդեն գալով հայ կինո Դանիել Դզնունու հրավերով Համո Բեկնազարյանը ստեղծագործական թիմ ձևավորեց, հրավիրվեցին մի շարք դերասաններ, որոնք ինչպես ասեցի հետագայում բազմաթիվ անգամներ երևացին հայկական ֆիլմերում, Հրաչյան Ներսիսյանը, Նինա Մանուչարյանը, Հասմիկը, Համբարձում Խաչանյանը, Ավետ Ավետիսյանը։ Իրենք ունեին իրենց մշտական կերպարային բնութագրեր, այսինքն այն մշտական կերպարները, որոնց մարմնավորում էին։ Հրաչյան Ներսիսյանը միշտ պայքարող հեղափոխականի կերպար էր մարմնավորում, Նինա Մանուչարյանը միշտ խորամանկ կնոջ կերպար էր մարմնավորում, խորամանկ խարդախ կնոջ, Հասմիկը հիմնականում մոր հոգատար մայրերի կերպարներ էր մարմնավորում, Համբարձում Խաչանյանը լինելով կատակերգակ հումորային կերպարներ էր մարմնավորում, իսկ Ավետ Ավետիսյանը երևի ավելի բազմապլան, ըստ իս գուցե սուբյեկտիվ եմ ասում, բայց ավելի բազմապլան դերասան է եւ սովորաբար Հրաչյան Ներսիսյանի հետ իրենց դուետը միշտ շատ լավ է նայվում կինոյում։ Հրաչյան Ներսիսյանը սովորաբար լինում է պրոտագոնիստը հերոսն է, իսկ Ավետ Ավետիսյանը լինում է անտագոնիստը դա չարագործն է կամ հակահերոսը։ Եվ արդեն երկրորդ հայկական խաղարկային ֆիլմը, որը կրկին նկարահանեց Համո Բեկնազարյանը, Զարե ֆիլմն է 1926 թվականին նկարահանված, սա իդեպ քրդերի կյանքի մասին պատմող առաջին ֆիլմն է, դեռ այն տարիներից մենք մեր երկրում տարբեր էթնոխմբեր են բնակվել, թե քրդեր, թե եզդիներ։ Այս ֆիլմը պատմում է քրդերի կյանքի մասին, թեպետ 1926 թվականին դեռևս չէր արվում քուրդ եզդի տարանջատումը։ Հետագայում արդեն երբ Ամասի Մարտիրոսյանը նկարահանում է Քրդեր եզդիներ ֆիլմը, արդեն 1 տասնամյակ հետո 1930-ականներին արդեն վերնագիրն էլ է հուշում, որ այդ տարանջատումը քուրդ եզդի արվում էր։ Հետաքրքրական է, որ Համո Բեկնազարյանը չէր սահմանափակվում միայն հայ իրականությամբ, հայկական միջավայրով, նա պատկերում էր տարատեսակ ժողովուրդների տարատեսակ միջավայրեր, մշակույթներ։ Այդ առումով մենք ունենք երկու այդպես ինտերնացիոնալ կինոռեժիսորներ,
մեկը Համո Բեկնազարյանն է, մյուսը Սերգեյ Փարաջանովը։ Համո Բեկնազարյանը շատ խորը կերպով ուսումնասիրում էր նույն քրդական միջավայրը, արևելյան ժողովուրդների կենցաղը, նույն պարսկական ժողովրդի կենցաղը եւ չորրորդ հայկական խաղարկային ֆիլմը Խասփուշը, դրան նախորդում է Շոր եւ Շորշորը, որտեղ Համբարձում Խաչանյանն եւ Արամ Ամիրբեկյանն են խաղում եւ դա կատակերգական այսպես թեթև ֆիլմ է, բայց ավելի հայ կինոյի պատմության տեսանկյունից ավելի կարևոր ֆիլմ է դրան հաջորդող Խասփուշը։ Հետագայում արդեն ստալինյան կինեմատոգրաֆը նոր թափ առավ։ Նկարահանվեցին մի շարք ֆիլմեր, որտեղ կարող էին չլինել ազգայնական գաղափարախոսության տարրեր, հայրենասիրական, բայց գրաքննությունը կարող էր անտեղի տեղը պատժել կինոռեժիսորներին, կինոսցենարիստներին, կարծելով, թե այնտեղ կան հայրենասիրական ինչ-որ տարրեր, ազգայնական ինչ-որ բողոքի կոչեր, եւ այդ ֆիլմերից մեկը Զանգեզուր ֆիլմն է 1938 թվականին նկարահանված։ Այս ֆիլմի սցենարիստն է գրող արձակագիր Աքսել Բակունցը։ Շատ ողբերգական պատմություն ունի այս ֆիլմը, հենց Բակունցի մահվան հետ կապված, քանի որ Բակունցին մեղադրեցին այս ֆիլմի նկարահանումից հետո Բակունցին մեղադրեցին, թե իբր Բակունցը ընդդիմադիր գաղափարներ է արծարծել Զանգեզուր ֆիլմում, բայց իրականում նման բան իհարկե չկար։ Բայց Զանգեզուրը տիպիկ քաղաքական ֆիլմ էր, ընդհանրապես բոլոր այս շրջանի ֆիլմերը քաղաքական բնույթ էին կրում եւ քննադատության առարկա էր նաեւ դառնում, սա էլ ասեմ, քննադատության առարկա էր դառնում նաեւ եկեղեցին։ Այսինքն եկեղեցին ներկայացվում էր որպես բացասական կառույց, որը կոպիտ ասած կործանման է տանում երկիրը։ Դա իհարկե այն տարիների գաղափարախոսության տեսանկյունից, բայց եկեղեցականների հետապնդումները այն տարիներին նորմալ երևույթ են համարվել։ Դա մենք կարող ենք տեսնել Չար ոգի ֆիլմում, ինչպես նաև Ազդանշան ջրվեժի մոտ ֆիլմում, իդեպ Ազդանշան ջրվեժի մոտ ֆիլմը, որը նկարահանել է պատվական Բարխուդարյանը, այդ ֆիլմում առաջին անգամ հայ կինոյի պատմության մեջ ամբողջական իր ողջ վեհությամբ պատկերվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, առաջին խաղարկային ֆիլմը։ Արդեն հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում որոշ առումներով մեղմացավ գրաքննությունը, քանի որ անհրաժեշտ էր ազգային միասնության կոչեր անել ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին, եւ հենց այդ ժամանակահատվածում Համո Բեկնազարյանը նկարահանում է Դավիթ Բեկը ըստ Ռաֆու համանուն վեպի։ Հետագայում արդեն այս ֆիլմից ցած նաև Էդմոն Քյոսյանը նկարահանեց Հուսո աստղ ֆիլմը, որը բաղկացած է երկու մասից՝ Դավիթ Բեկ եւ Մխիթար Սպարապետ, բայց սա առաջին էկրանավորումն էր Դավիթ Բեկի, եւ արդեն Ստալինյան կինեմատոգրաֆին հաջորդեց հայկական կինոյի նոր ալիքը, առասարակ ինչ էր ներկայացնում հայկական կինոյի նոր ալիքը։ Տարբեր երկրների տարբեր կինոարտադրություններ ունենում էին այսպես ասած նոր շունչ, նոր խոսք արտահայտելու պահանջը եւ արդեն նախքին կարծրատիպերը կոտրելու, նոր ֆիլմեր նկարահանելու եւ արդյունքում ի հայտ էր գալիս նոր ալիքը։ Մեր կինոյում այդ նոր ալիքը մեկնարկվեց 3 ֆիլմերով, 3 ֆիլմ պետք է նշեմ՝ Ֆրունզե Դովլաթյանի Բարև Եսեմը, Հենրիկ Մալյանի Եռանկյունին եւ վերոհիշյալ Սերգեյ Փարաջանովի Նռան գույնը։ Սա հետստալինյան ցնհալի, հենց ցնհալ էլ կոչվում էր Խրուշչովյան ցնհալ կամ հետստալինյան ցնհալ տարիներն էին, երբ արդեն կինոռեժիսորները, կինոգործիչները մի փոքր ազատություն էին ստացել։ Անդրադառնում կինոյի ստեղծման փուլերին։ Կինոյի ստեղծման փուլերը 3-ն են, թե ինչպես են ֆիլմերը ստեղծվում, նախապատրաստական, արտադրական եւ հետարտադրական փուլերից են բաղկացած։ Ինչ է իրենից ներկայացնում նախապատրաստական փուլը։ Այդ շրջանում գրվում է կինոսցենարը, իդեպ սա ամենաբարդ փուլն է, երբ ֆիլմը հանձնվում է թղթին, շատ ժամանակ մեկ սցենարիստից բացի լինում է նաև երկրորդ սցենարիստ, իրենք միշտ կոնֆլիկտի մեջ են, քանի որ առաջին սցենարիստը հորինել է պատմությունը, երկրորդ սցենարիստը ուզում է փոփոխություններ մտցնել, եւ երբ արդեն որոշակի հաշտության են գալիս 2 կամ 3 սցենարիստները, տեղի է ունենում փիչինգը,
Փիչինգը նաև մեր կինոռեժիսորներից չսիրած ամենագործն է, երբ մենք պետք է գնանք որևէ կինոընկերություն ու համոզենք, որ մեզ ֆիլմ նկարահանելու համար փող տան։ Երբ որ արդեն փիչինգի process-ը հաղթահարվում էր, արդեն դրանից հետո գալիս է արտադրական փուլը, այսինքն երբ որ արդեն թիմա ձևավորվում, շատ ժամանակ կինոսցենարիստն է ընտրում կինոռեժիսորին եւ գոյություն ունի նաև գործադիր պրոդյուսեր, գլխավոր պրոդյուսերը դա կինոընկերության տնօրենն է, ով նշանակում է գործադիր պրոդյուսերին ու գործադիր պրոդյուսերն էլ արդեն կարելի է ասել ձևավորում է թիմը։ Դրանից հետո արդեն գալիս է քաստինգը եւ քաստինգը իրականացվում է հենց նրա համար, որպեսզի կինոռեժիսորը տեսնի դերասանների հմտությունները, տեսնի թե որքանով են իրենք համապատասխանում տվյալ դերին, գոյություն ունի նաև քաստինգի ռեժիսորով տնօրինում է ամբողջ այդ գործընթացը եւ երբ ընտրվում են դերակատարները, արդեն գալիս է արտադրական փուլը, այդ ժամանակ արտադրական փուլը արդեն իրենից ներկայացնում է նկարահանման գործընթացը, ամբողջ process-ը, արդեն արտադրական փուլին հաջորդում է հետարտադրական փուլը, մոնտաժը, ինչպես արդեն ասացի, մոնտաժի ժամանակ ֆիլմը վերստին կարելի ասել ստեղծվում է եւ գոյություն ունի նաեւ առանձին մի գործառույթ մոնտաժի ռեժիսոր, ով ինքն է որոշում թե կադրերը քանի րոպե պետք է լինեն, ինչ տևողությամբ եւ բնականաբար ռեժիսորի հետ, կինոռեժիսորի հետ քննարկելով այդ ամենը։ Եվ դրանից հետո արդեն դիստրիբյուցիան, վարձույթը եւ ֆիլմի տարածումը։ Ուզում եմ իմանալ, թե ո՞րն է ձեր սիրած ֆիլմը։ Շատ են։ Ունեմ սիրած ֆիլմեր հոլիվուդյան կինոից, ունեմ սիրած ֆիլմեր ռուսական կինոից, հոլիվուդյանը նշեմ, երևի հոլիվուդյանին ծանոթ կլինեք, Քվենտին Տարանտինոյի քրեական ընթերցվածքը։ Ուզում եմ իմանալ, թե ինչն է ձեզ դրդել, որպեսզի դառնաք ռեժիսոր։ Գիտեք, կինոռեժիսորները ընդհանրապես մեր ոլորտում կինոռեժիսորները ընդհանրապես այսպես են բնորոշում կինոռեժիսորան բնորոշում են որպես աշխարհայացք, աշխարհըմբռնում, թե ինչպես է մարդ տեսնում կյանքը։ Երևի այդպիսի մարդիկ կան, որ իրենք ուզում են, որ նաև պատկեր են ցույց տան ուրիշներին, թե ինչպես են իրենք տեսնում կյանքը, այդպիսի մարդիկ շատ կան եւ հենց դա է կարելի ասել դրդել, որպեսզի ու շատերին դրդում, որպեսզի դառնան կինոռեժիսոր, որպեսզի ցույց տան ուրիշներին, թե ինչպես են իրենք տեսնում կյանքը։ Եթե հնարավորություն ունենայիք տեսնել ձեզ այն ժամանակ, երբ նոր էիք մտել այս ոլորտ, ինչ խորհուրդ կտայիք ձեզ։ Ավելի շատ լսել։ Դա այն է, ինչը որ ես քիչ արեցի։ Հետագային բացերը իհարկե լրացրեցի, բայց սկզբում ինչ մեղքս թաքցնեմ շատ ամբիցիաներով էի։ Ու դասախոսների հետ շատ ժամանակ հաշտ չէի։ Ինչ խորհուրդ կտայիք երիտասարդ ռեժիսորներին։ Երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ կտամ, որպեսզի վերադառնան ակունքներ, իսկ մեր ակունքները դա մեր արձակ գրականությունն է։ Ինչպես խոսեցինք Նամուսից, Նամուս ֆիլմի հիմքում Ալեքսանդր Շիրվանզադեի վիպակն է, այսինքն ինչ որտեղ կարելի ասել, որ հայ գրականությունը ստեղծեց հայ կինոն, հիմա նույնպես մենք այդ խնդիրը ունենք, որ չենք գալիս մեր թեկուզ ժամանակակից գրականության, այսինքն մենք ունենք շատ լավ ժամանակակից հեղինակներ, որոնց կարելի է էկրանավորել, այսինքն ես դա կարող եմ խորհուրդ տալ մեր երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի էկրանավորեն ժամանակակից գրողներին, հայ գրողներին։ Դուք ավարտել եք այն դպրոցը, որտեղ մենք այս բանից սովորում ենք։ Դուք գրել եք, ես տեղյակ եմ, որ ձեր դասարանցիները զոհվել են 44 օրյա պատերազմում։ Դուք ինչ ունեք գրած նրանց մասին կամ չեք ցանկանում նրանց մասին ֆիլմ նկարահանել։ Ես կարծում եմ, որ այդ թեմայով ֆիլմ նկարահանելը շատ մեծ պատասխանատվություն է եւ դրա համար պետք է ոչ թե 6 կամ 8 տարվա բուհական կրթություն, այլ դրա համար պետք է տարիների փորձ, քանի որ իհարկե նկարահանվել են այս ընթացքում բազմաթիվ ֆիլմեր, բայց ես կարծում եմ, որ այդ թեմային մոտենալու համար շատ երկար ճանապարհ ես ինքս որպես կինոռեժիսոր պետք է անցնեմ։ Իսկ ինչ եք կարծում, գրքերը նույնպես կարող են տալ նույն էմոցիաները, ինչ ֆիլմերը։ Էմոցիաները տարբեր են, բայց քիչ առաջ ես խոսեցի գրականություն կինո ընդհանրությունից, բնականաբար գրական լեզուն այլ է, կինո լեզուն այլ է, բայց իրենք կարող են իրար լրացնել։ Բնականաբար ընթերցողը մի էմոցիաներ է ստանում, կինոդիտողը մեկ այլ էմոցիաներ է ստանում, բայց եթե գրականությունը, մանավանդ ժամանակակից հայ արձակը վերարտադրվի կինոյում, կարծում եմ այդ երկուսի զգայական այսպես միասնությամբ շատ լավ ֆիլմ կստեղծվի։
Ինձ հետաքրքրում է, թե ձեր մասնագիտության համար ձեր առաջին քայլերը որոնք են եղել։ Սցենար գրելը։ Ճապոնացի մի կինոռեժիսոր կա Ակիրա Կուրոսավա անունով, նա ասել է, որ կինոռեժիսորը չի կարող կինոռեժիսոր լինել, եթե ինքը չի կարողանում գրել։ Այսինքն այդ հմտությունը պետք է լինի կինոռեժիսորների մոտ։ Դուք ավելի շատ սիրում եք ֆիլմ ստեղծել, թե ֆիլմ դիտել։ Ֆիլմ դիտել։ Միանշանակ ֆիլմ ստեղծելը այդ մի հատ տանջալից աշխատանք է։ Իսկ ձեր համար հաճելի է ֆիլմ ստեղծելը։ Հաճելի է, բայց ստեղծագործական փուլը, այսինքն կինոռեժիսորը ինքը ոչ միայն ստեղծագործական մասով, այլև կազմակերպչականը ընդհանրապես կինոռեժիսորները չեն սիրում, իրենք սիրում են ստեղծագործական, այսինքն երբ որ արդեն նկարահանման հրապարակը պատրաստ են, որ տեսախցիկը տեղադրված, դերասանները կազմ պատրաստ կանգնած ու արդեն պետք է ընդամենը ռեկտալ ու ռեժիսորը պետք է արդեն կամերայից հետևի, այդ գործընթացը շատ եմ սիրում։ Այսօր մենք մասնակցեցինք քո արվեստը դպրոցում ծրագրին եւ շատ տպավորված եմ։ Ինձ շատ հետաքրքրում էր նրա հարց ու պատասխանները։ Հանդիպումից տպավորություն ստացա, որ պետք չի կյանքում հանձնվել, պետք է միշտ առաջ գնալ։ Այս շրջանակներում հանդիպումները երեխաներին շատ պետք են, որովհետև երեխաները այն ինչը որ սովորում են դպրոցում կրկնակի անգամ այստեղ ստանալով, այդ հիմքը, հիմնակարը մնում է իրենց մեջ։ Ինչ շատ զարմացրեց, որ լինելով նոր սերնդի ներկայացուցիչ, երբեք չի հանձնվել, երբեք չի կոտրվել եւ հիմա գնում է առաջ։ Իսկ դուր եկավ նրա գիտելիքների շարադրումը, նա շատ լավ գրական էր խոսում։ Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը այսպիսի հետաքրքիր հանդիպումներ կազմակերպելու համար։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Լուսաբաց։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Երկուսը միաժամանակ։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Լռություն։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Ֆրիդրիխ Նիչեի այսպես խոսեց զրադաշտը։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Գիրք։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Երևի կինոռեժիսոր Կուբրիկի հետ։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Երկուսը միաժամանակ։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Կրկին երկուսը միաժամանակ։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Զգայական աշխարհը, երևակայությունը։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Կոմֆորտ զոնայի։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Դրամա։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակությունը։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Լռելը։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Սեր։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Այն ինչը մեզ չի սպանում, դարձնում ավելի ուժեղ։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Թեթև ապրեք։